Ես մի միտք էլ կա, որը էլի գիտեմ կրքերա բորբոքելու, բայց ես այդ միտքը պետք է ասեմ։ Ես օրինակ մտածում եմ, թե ինչն է պատճառը, շատ կարևոր է արձանագրել, ինչն է պատճառը, որ մենք ավելի մեծ տնտեսական աճ ենք ապահովել, քան կանխատեսվում էր։ Պատճառները բազմիցս են, արդեն աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց բոլորին շնորհակալություն հայտնեցի, թոշակառուներին շնորհակալություն հայտնեցի։ Հիմա միտքը, որը կրքեր է բորբոքելու։ Իմ կարծիքով պետական կառավարման համակարգը սկսեց շատ ավելի մոտիվացված աշխատել, երբ որ մենք նախորդ տարվա արդեն մարտից, ապրիլից սկսեցինք քննարկել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգը ներդնելու մասին։ Արդեն մարտ-ապրիլից մեր ամբողջ պետական կառավարման համակարգը գիտեր, որ վարձատրության համակարգը փոխվելու եւ այդ վարձատրության համակարգը ուղիղ ձևով կապվելու է ցույց տված արդյունքների հետ։ Ես տնտեսական աճ ինքն էլ 2%, ինքը հարգելի գործընկերներ, 2%-ը շատ մեծ տոկոս է, ասենք երկրներ կան, որ տարեկան 2% տնտեսական աճ են ունենում, իրանք իհարկե հիմնականում բարձր զարգացվածության շեմ ունեցող երկրները, իրանք շատ ուրախանում են։ Սա շատ մեծ տոկոս է, եւ ես համոզված եմ ուղղակի իմ վերլուծությունը, որ գործոններից մեկը, որը բերել եմ նրան, որ մենք այսօր կարող ենք սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնել, դա վարձատրության նոր համակարգն է, որի ներդրումը մենք սկսել ենք անցյալ տարվա առաջին կեսից, որպեսզի ընդդիմադիրները շատ չչարչարվեն, ասեմ, որ ես հիմա խոսում եմ, որովհետև զգում եմ, որ տերմինաբանությունների մեջ շատ չեն կողմնորոշվում, ես հիմա խոսում եմ պարգևավճարների համակարգի մասին։ Այն խոսում եմ այն համակարգի մասին, որը միլիոնավոր դրամներ է բաշխում պետական պաշտոնյաների միջև եւ ուզում եմ ընդգծել, որ 2024 թվականի բյուջեով մենք 4.5%-ը 24 թվականի բյուջեով 25-ի բյուջեով 6.5 միլիարդ մենք բան արեցինք պահպանման ծախսերը պետական համակարգի 6.5 միլիարդ էր, այո, պարոն վարչապետ, 6.5 միլիարդ մենք հենց պետական համակարգից, այսինքն որ նախկինում կար, էլի տրվում էր պետական համակարգին, մենք կրճատեցինք դա, ռեզերվ արեցինք, մինչև հիմա 3.5 միլիարդն ենք ուղղել, 3.5 միլիարդը ուղղեցինք պետական կառավարման համակարգի ավելի արդյունավետ դարձնելու եւ հիմա 78 միլիարդ այդ թվում դրա արդյունքում ասենք շատ կոնկրետ տալիս ենք մեր թոշակառուներին, ընդ որում 78 միլիարդի մեջ հետվճարը մտնում է 78 միլիարդ։ Ես ուզում եմ ցույց տալ, որ ես ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ եւ կներեք շատ գոհ եմ, որ ես ինքս այդ որոշումները կայացրել եմ, որովհետև ես հիմա տեսնում եմ այդ որոշումների պատճառահետևանքային կապը։ Այդ որոշումն է, որ ինձ հնարավորություն է տալիս կներեք պերաշկի ուտել, 1000 ներողություն։ Որովհետև ես գիտեմ, որ երկրում ինստիտուցիոնալ մակարդակի կայացման ավելի բարձր մակարդակ կա։ Եվ ես կարիք չունեմ մի բանը ամբողջ գիշեր ասել հենց տենես այն մեկը ինչ անում, ես գիտեմ, որ համակարգը մոտիվացված աշխատում է։ Սա պետության հատկանիշ է։ Սա պետության հատկանիշ է։ Ի վերջո քաղաքական բանը վարչապետը եւ նախարարներն էլ կներեք, բայց դա նորմալ բան է, իրանք մեծ մասամբ քաղաքական գործիչ չեն, փոքր մասամբ վարչարար, որտեղ վարչապետը պետք է խնդիրները դնի, համակարգը պետք է գնի, քաղաքական են այդ խնդիրները։ Այդպես է եղել առողջության ապահովագրության համակարգը։ Ես մեր գործընկերներին հրավիրել եմ, ասել եմ, գիտեք ինչ, հունվարի 1-ից պետք է առողջության ապահովագրության համակարգը լինի։ Բայց կներեք, եթե ես նախկինում այդ կնշանակեր, որ ես 15 օր կամ 20 օր կամ մի ամիս պետք է ամենօրյա ռեժիմով զանգեմ, ասեմ, շաբաթը մի անգամ էլեկտրոնային փոստ եմ գրել, ընդ որում ոչ թե առաջին մակարդակի քաղաքական կառավարության անդամների հետ կապված է խնդիր եղել, որ իրանք են իրանց հերթին, չէ՞, պետք է կարողանան համակարգերը, ես իմացել եմ, որ համակարգերը աշխատելու են,
Համակարգերը աշխատելու են, որովհետև համակարգը այն վիճակում է, որ չի կարող մեզ մեղադրել, որ մենք իր կարիքները արհամարում ենք։ Այո, եւ մենք հիմա գերկենտրոնացած պաշտոնյա, գերկենտրոնացած պաշտոնյայի ընտանիքի անդամը նույնիսկ իրեն իր աշխատանքից պետքա չկարողանա շեղի։ Եվ ես այդ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա եւ վերցնում եմ եւ ես ցույց եմ տալիս, թե մենք ինչպես նախ 6.5 միլիարդ կրճատեցինք, դա էլ էր ծանր որոշում։ Որտեղ մենք պետական համակարգը սենց դրեցինք եւ կամային որոշմամբ ասցինք 4%-ով 6.5 միլիարդ փող վերցնում ենք ձեզանից։ Ես հիշում եմ, բոլորդ էլ լարված էիք, հարգելի գործընկերներ։ Այդ որոշումները կայացնելն էլ հեշտ չի։ Որոշումները կայացնելն էլ հեշտ չի, բայց այդ որոշումը մեկ կայացվել է։ Հիմա այդ 6.5 միլիարդից, որը ուզում եմ հիշեցնել, նախկինում համակարգի 6.5 միլիարդից 3.5 միլիարդը վերադարձրինք համակարգին այլ մեխանիզմով, այլ խողովակով, այլ բովանդակությամբ, այլ տեքստով, հիմա դրա արդյունքում 78 միլիարդ փոխանցում ենք մեր թոշակառուներին։ Այս մեր թոշակառուներին մասին է, չենք խոսում ուսուցիչներին, զինվորականներին, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ հետեւաբար մենք գնալու ենք այդ ճանապարհով, այո, 3.5 միլիարդ, 4 միլիարդ ամեն կիսամյակում ներդնելու ենք եւ ամեն կիսամյակում մի անգամ դրա դիմաց 100 միլիարդ, մի անգամ 50 միլիարդ, մի անգամ 70 միլիարդ լրացուցիչ միջոցներ են գեներացնելու պետական կառավարման համակարգում։ Սա մենակ մի բանի մասին է, սա այն մասին է, որ մենք որպես պետություն բավարար չափով լրջացել ենք։ Բավարար չափով լրջացել ենք եւ ես ուզում եմ շնորհավորել բոլորիս այս կապակցությամբ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ բոլորիդ կրկին այս արդյունքի համար։ Համեցեք։ Շնորհակալություն պարոն վարչապետ, պարոն Թորոսյան, այնուամենայնիվ կոմունիկացիային պետք է մի քիչ ուշադրություն դարձնենք այս թեմայի, որովհետև թոշակառուների այդ հանդիպմանը տարբեր հարցեր էին բարձրացում, որոնք պետք է հասցեագրել, մասնավորապես օրինակ իրենց տպավորությամբ ինքը որևէ կերպ էլ չի կարող կանխիկացնել գումար այդ քարտից, կարելի է սա կոմունիկացնել չի ասել, որ կարան կանխիկացնել։ Չէ, Դες մեկ օգտակար բան կա։ Օգտակար Եվ երկրորդը շատ հանդիպեց իրականում թոշակառուների մեջ, որ իրենց մոտ տպավորությունն է, որ սա միանվագ է, իհարկե ժամանակը կգա մինչև մայիսի 1 մի անգամյա, հա, մայիսի 1 եւ կտեսնեմ, որ երկրորդ անգամը, բայց մինչև մայիս դեռ 2 ամիս կա, խնդրում սա էլ կոմունիկացնել։ Համեցեք ոնտորից։ Շնորհակալություն պարոն Հարությունյան, իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան թվում է։ Այդ ապատեղեկատվությունները միտումնավոր են տարածվում այն քաղաքական ուժերի կամ քաղաքացիների կողմից, որոնք շատ դժգոհ են այս մեր որոշումից, որովհետև եւ իրավական առումով եւ մենք բազմիցս սրա մասին խոսել ենք, այդ երկու հարցերն էլ հասցեագրված են, այսինքն ոչ մեկին չի արգելելու իր իսկ միջոցները օգտագործել այս կամ այն եղանակով, կլինի դա կանխիկ թե անկանխիկ, բայց մենք խրախուսում ենք, որ դա լինի անկանխիկ, որտեղ դա ձեռնտու թե իրենց թե պետական բյուջեին։ Մարդկանց պետք է ասել, որ կանխիկացնելով իրանք փող են կորցնում։ Այո, իհարկե կորցնում են փող։ Հիմա ես նաև ուզում եի թվերին անդրադառնալ, նույնը պարոն Հարությունյան, միանվագ լինելունն է, այսինքն երբ որ մենք բարձրացնում ենք ըստ էության թոշակները, դա նշանակում որ ամեն ամիս այն օրը, որոնք այն քաղաքացիները ովքեր ստանում են թոշակ, ստանալու են պլյուս 10,000 դրամով թոշակ, չհաշված այդ վճարը, բայց մի բան եմ ուզում ասել, պարոն վարչապետ, դուք այդ պատմական որոշման մասով որ խոսում եք, մենք նույնիսկ նվազագույնն ենք արդեն մոտեցրել նվազագույն կենսաթոշակը, նվազագույն սպառողական զամբյուղին։ Եվ ես մի երկու թիվ ասեմ, առավելագույն չափով օգտագործելու դեպքում հետ վճարը, հաշվի առնելով նաև մեր մյուս 2% արկա քարտերի դեպքում, ինքը կկազմի 91% նվազագույն սպառողական զամբյուղի 56120 դրամ, այսինքն 46 գումարած հնարավոր ամենամաքսիմալ հետ վճարը։ Միջին ներկայիս հետ վճարի դեպքում ինքը կկազմի 86% եւ կանխատեսվող միջին հետ վճարի դեպքում 89%։
Ինչը ինչի 86%? Նվազագույն աշխատավարձը, նվազագույն սպառողական, որտեղ Պարենայինի դեպքում մենք լուծել եւ շատ անցել ենք, սա նշանակում է, որ նույնիսկ այն ամենացածր ստացողները, օրինակ ծերության նպաստ ստացողները, որոնք որ չունեն բավարար աշխատանքային ստաժ կենսաթոշակ ստանան, նույնիսկ իրենց դեպքում մենք հասնում ենք նվազագույն սպառողական զամբյուղին եւ մի կտորել ավելացնեմ, երբ որ դուք խոսեցիք ինդեքսացիայի մասին, 28 թվականից արդեն երբ որ պլանավորում ենք, մենք հիմա այնքան ավել ենք նվազագույն սպառողական զամբյուղից, օրինակ կանխատեսվող միջին հետվճարով միջին կենսաթոշակը 110%-ն է կազմում վերջին երամսյակի 2025 թվականին նվազագույն սպառողական զամբյուղի, այսինքն մենք 10% այդ ձեր ասած ռեզերվը, որպեսզի պատկերացնենք։ Այո, դրա համար, պարոն Թորոսյան, եթե նկատեցիք, դա է ասում։ Ես այդ թեմայով նախնական քննարկումներ եւ այլն շատ չեմ արել, մի թեթև էլեկտրոնային փոստով, եւ այդ որոշումը շատ վստահ հայտարարել եմ, թվում է այդ ռեզերվը հաշվի առնելով, որ մենք ռեզերվ ունենք, եթե հանկարծ ինչ որ բան այլ դիտանկյունից գնայինք, մենք այդ ռեզերվը կարող ենք օգտագործել այդտեղ խնդիր։ Բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպքով դա էլ է շատ կարևոր, որովհետև անձը ինքն էլ գիտի ինչքան է իր մաքսիմալը, այդ 22%-ով դա նույնիսկ 117% է կազմում, այսինքն միջին կենսաթոշակ գումարած հնարավոր առավելագույն հետվճար հավասար է պարոն վարչապետ 72000 դրամ։ Շատ լավ։ Մի բան ասեմ միայն, որ մենք այս թեմաների քննարկման արդյունքում պետք է նաև անհատականացնենք, տեսնենք օրինակ, որովհետև մենք հիմա ասում ենք միջին թոշակ եւ այլն, մենք հիմա թվայնացման արդյունքում այդ թվում պարոն Գրիգորյան, մենք պետք է հանրապետության արդեն անհատականացված վստահ լինենք, որ թոշակառու չկա անհատապես, որ պակաս է ստանում բանից սպառողական զամբյուղից։ Պատկերացրեք ինչ եմ ասում, այսինքն կանոն ազգանունով մարդուն պետք է իմանանք, որտեղ եթե մեկը տեսնենք, որ բանը հետվճարից նորմալ չի օգտվում եւ այլն, պետք է գնանք օգնենք մարդուն, ասենք գիտեք ինչ, անկանխիկ արեք, այսքան բան կանենք, որպեսզի մենք, որտեղ հիմա ես չեմ բացառում, լինում է դեպքեր, որ մեկ էլ մի քանի դեպք է լինում, որ իրականում այս թվերը չեն ճշգրտվում, հետո ի ցույց է դրվում։ Դրա համար հետագայում գործիքները պետք է օգտագործենք, որ մենք քաղաքականությունը ներմուծեցին, համակարգը մեզ ասի, գիտեք ինչ, հանրապետությունում 300 թոշակառու կա, որի հետ կապված շեղում կա միջինից, եւ մենք պետք է 300 մարդու հարցը կարողանանք լուծել։ Եթե նման ես վստահ չեմ նման։ Այդ հիմա էլ կարող ենք անել, այսինքն մենք բոլորին անհատականացված գիտենք, ով ինչքան է ստանում, ով ինչքան հետվճար է ստանում։ Դե շատ ավելի լավ, պարոն Թորոսյան, հիմա ինչ որ դուք հայտարարեցիք, խնդրում եմ մի հատ ստուգեք, որ անհատական մակարդակով իմանանք, որ մեր քաղաքական հայտարարությունները 100% ծածկույթ ունեն։ Եթե 100% չի ծածկույթը, մենք հետագայում մտածենք ոնց անենք, որ 100% ապահով։ Մի կարճ մեկնաբանություն 100% ծածկույթը այն ինչ որ հայտարարում ենք, բայց նվազագույնի դեպքում ես ասացի ինչքան ենք մոտենում նվազագույն սպառողական զամբյուղին, մենք գիտենք քանի այդքան քաղաքացի ունենք եւ հետագա մեր քաղաքականությունները մշակելիս կարող ենք անդրադառնալ նաեւ այդ սեգմենտին։ Շատ լավ։ Մեր գործընկերները արդեն ակնարկում են, որ մենք թոշակառուներին արդեն բան արինք, այտենց շփոթեցրինք, մոլորեցրինք, հիմա մարդիկ հետևելով գլխի չեն ընկնելու ինչի մասին է, ես առաջարկում եմ, որ մնացած հետագա հարցերի քննարկմանը անդրադառնանք, հիմա արձանագրումն է նա, որ ապրիլի 1-ից եւ հետագայում թոշակները 10000 դրանով միջինում 10000 դրամով բարձրանում են, ինչի կապակցությամբ բոլորի շնորհավորում եմ։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։